Վաղարշակ Արուշանյանը ծնվել ու ապրել է Քարինտակում եւ զոհվել Քարինտակի խաղաղ առավոտների համար։ Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի սխրանքների մասին քարինտակցիները նաեւ այսօրվա հանդիպանն են պատմել։ Այն կազմակերպվել է Պաշտպանության բանակի հակաօդային բրիգադներից մեկի նախաձեռնությամբ, ընդգծված հայրենասիրությամբ վաղոն դեռ խորհրդային տարիներին էր աչքի ընկել։ Իմանալով հայոց պատմությունը, միշտ էլ իրեն զրույցներում անընդհատ շոշափում էր, որ երևի կգա ժամանակ, որ մենք հայերս թե Ղարաբաղում, թե Մայր Հայաստանում կարողանանք ձերբազատվել ազերիներից, թուրքերից, մի ժողովրդից, որոնք պատմության մեջ միշտ էլ հալածել են մեզ։ Եվ իրոք այդ գաղափարախոսությունը միշտ էր իրեն ներքուստ իրեն տանջում էր, ինչու չենք կարողանում որպեսզի մեր նպատակին հասնել։ Ալեքսանդր Սարգսյանը հիշում է Վաղարշակ Արուշանյանի նախաձեռնությամբ 1989 թվականին գյուղի ցինքոնքի անդամագրվում են հայ հեղափոխական դաշնակցությանը ու այսպես կազմավորվում է Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի կորիզը։ Հնգյակում նաև ինքն էր։ Հետո ջոկատի շարքերը համալրում են գյուղացիները պատրաստվելով մոտալուտ բախումներին։ Վերադարձանք գյուղը ու սկսեցինք համալրել մեր ջոկատը։ Հետո դարձանք 12 հոգի ու սկսեցինք ինքնապաշտպանական ջոկատը պաշտպանել, այսինքն մեր ջոկը մկար 4-5 հենակետ։ Հուշեր պատմություններ, որտեղ գլխավոր հերոսը Վաղարշակ Արուշանյանն է։ Գյուղացիների խոսքով արցախյան շարժման տարիներին լինում էր, երբ վաղոն օրը մի քանի անգամ գնում էր Ստեփանակերտ տեղեկանալու իրավիճակի մասին։ Ստորագրահավաքներ, միտինգներ, իսկ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը շարունակում էր զենգզինամթերք հայթայթել։ Այդ նպատակով հաճախ էր լինում Երևանում։ Ոնց որ իծնե նա հրամանատար էր, իծնե այն մարդն էր, որ պիտի մտածեր գյուղի մասին ու մտածեց։ Երբ որ լավ եմ հիշում, այն ժամանակներում դե մեքենաներ չկար, մի հատ Ուրալ կար, ինքը կազմակերպում էր, որ ժողովուրդը այլուրը ծորենը տեղափոխեն հարևան գյուղ, ավետարանոց գյուղ, այնտեղ աղան, այդ հոգսն էր ինքը անում։ Մտածում էր մարդիկ ծորեն ունեն, թե չունեն, խառնում էր այդ հարցով, ընկերների միջոցով, թեկուզ այդ էր կարողանում հայթայթել ամեն մի հարցում։ Թե երեխա հիվանդանոց տանելներ, թե թեկուզ ծննդատնից բերելներ, սա իրեն նպատակները, իրեն կարելի ասել հոգսերի մեջ էր մտնում ու տղամարդորեն այդ հոգսերը կատարում էր։ 24 տարի առաջ այս օրերին գյուղը պաշարման մեջ էր։ Քարինտակցիները դիրքավորվել ու պաշտպանվում էին Շուշիի բարձունքի ցոխորտացող թշնամուց։ Գյուղի բնակիչներն անասելի դժվարություններ են ապրել եւ հունվարի 26-ին օգնության եկած կամավորների հետ ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին։ Քարինտակի երուսամարտի ընթացքում ցավոք նաեւ հրամանատար վաղոն է զոհվել։ Իրենց թողած գործը դա նաև մեզ բոլորիս, ինչու՞ չէ, նաև մեր Քարինտակի Արցախի ժողովրդին պատգամ է, որ պիտի մնան, պիտի հզորացնենք Արցախը մեր գործով եւ մտածենք ամեն մեկս, դա մեր զոհվածների պատգամն է, ամեն մեկս պիտի մտածենք մեր գործով, շենացնենք Արցախը եւ մեր ապագա սերունդներին փոխանցենք կայացած հզոր եւ միջազգային հանրության կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Մխիթարը Վաղարշակ Արուշանյանի միջնեկ որդին է, Քարինտակի համայնքն է ղեկավարում։ Ասում է 3 եղբայր ու մի քույր ենք եւ բոլորս էլ ապրում ենք հայրենի գյուղում։ Հենց այսպես են Արուշանյաններն իրագործում հոր պատգամներն ու շեն պահում հայրենի ու հերոսական անցյալով գյուղը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։